Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլին ընդունել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության մատուցումը, օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած $750 միլիոն ծավալով 7,1% եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել։ Այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մենք հաջողությամբ թողարկել ենք $750 միլիոն ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը 7,1%։ Ուրախ ենք, որ սփրեդը, որը 2,8%-ային կետ է կազմել, մեր վերջին թողարկման համեմատ գրեթե նույն մակարդակի է եղել։ Հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սփրեդը զգալիորեն աճել է։ Մեր նման երկրները ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում։ Երբ նայում ենք շուկային, ապա Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հորդանանի համեմատ բավականին ցածր սփրեդ ունենք, ասաց նախարարը։ Հովհաննիսյանի խոսքով թողարկված եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Նարինե Թադևոսյանին, Իրինա Թևոսյանին և Վահան Դանելյանին։ Հանդիպման նպատակն էր ավարտին մոտեցող սոցիալական ներդրումներ և տեղական զարգացման ծրագրի արդյունքների ամփոփումը։ Ծրագիրը միտված էր համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի և հասանելիության բարելավմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության համայնքներում առողջապահական, կրթական և մշակութային կառույցների, դպրոցների, մանկապարտեզների, ջրագծերի և այլ օբյեկտների հիմնանորոգմանը։ Ծրագրի փակման կապակցությամբ նախատեսվում են միջոցառում և պանելային քննարկում, որի ընթացքում կողմերը կներկայացնեն կատարված աշխատանքը և կքննարկեն այլ ծրագրերով հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։